Հարկ այսօր Շուշի ազատագրման օրն է։ Հայ մարդը 1992 թվականին այսօր ապացուցեց, որ ինքը իսկապես տաղանդ է ռազմական գործի, ռազմական գործողությունների, հնարամտության եւ քաջության անօրինակ դրսևորում ցուցաբերող ժողովուրդ, ազգ։ Շուշի ազատագրման սխեման այսօր դասագրքային է դարձել, ոչ միայն Հայաստանում։ Շուշի ազատագրումը դա մի ցնծություն էր, դա հաղթանակի հենց ողնաշարը կառուցող եւ առաջ տանող գործողություն էր ու երևույթ։ Եվ Ալիևը դա շատ լավ հասկանում էր եւ դա ուզում էր ինքը ցույց տար, որ ինքը դա գրավեց իր զինվորներին առաջ մղելով, բայց հակառակը ստացվեց, մինչև չզանգեցին, չասեցին դուրս եկեք, Նիկոլ Խոստովանեց, որ ինքը Շուշին հանձնել է։ Նա ուզում էր ցույց տալ, որ իր զինվորն էլ է փառավոր, կարող է Շուշի գրավել, պես զորքը պետք է առաջ գար ցույց տային, որ այսպես, բայց առաջի հոսքը կասեցվել է։ Հետո պայմանավորվել են, որ ոնց թե դրոշի օրը բանենք։ Ինչևից է, Արցախը Հայաստան է, Շուշին էլ մեր մշակութային, մեր ազգային կենտրոններից է, դարերով եղել, կա ու կլինի։ Այսօր նաև տեղի ունեցել այսպես կոչված հայերական պատերազմ եք ասում, բայց մեր հայրենիքը չէր անկեղծ ասած վտանգի տակ։ Մենք օկուպացված էինք։ Լենինն ու Ստալինը այդ պատերազմը սկսվելուց 20 տարի առաջ մեր պետությունն ու պետականությունը ոչնչացրել էին։ Եվ մեզ բռնի կցել էին իրենց տարածքներին։ Մեր մի մասն էլ նվիրելով թուրքերին։ Եվ երկրորդ համաշխարհայինի ժամանակ մենք նույնպես մասնակցել ենք հանուն մեր թշնամու Ռուսաստանի պատերազմի։ Մենք փրկել ենք Հայաստանը կործանած Ստալինի հետույքը։ Բոլորիս է հայտնի մեր երկրորդ համաշխարհայինում տված մեր հերոսների քանակը, դրանց անօրինակ սխրանքները լինի Հունան Ավետիսյան, Նելսոն Ստեփանյան, հասկանում եք, մարդիկ, ովքեր կրծքով էին փագում թշնամու գնդացիրը կամ իրենց ինքնաթիռը ուղղորդում էին թշնամու նավատորմի մեջ, մխրճվելով, գիտակցաբար մահվան գնալով, բայց արդյունքում Հայաստանը ոչ մեկ սանտիմետր չազատագրվեց, ոչ մի, եւ մենք այդ պատերազմին ունեցանք 300,000 զոհ։ Դուք պատկերացնում եք, եթե մենք կարողանայինք 300,000-անոց զորք առանձնացնել եւ նման զորավարներ, նման մարշալներ, գեներալներ, որոնք ճակատամարտի դաշտում ուղղակի հերոսացան, փայլեց նրանց միտքը։ Այդքան մարշալով, գեներալով ու 300,000, չեմ ասում 600,000, 300,000 հոգով մեզ ոչ միայն Թուրքիայի բանակը չէր դիմանա, աշխարհի որևիցե բանակ չէր դիմանա։ Հասկանում եք, բայց մենք հերթական անգամ աջակցեցինք թշնամուն։ Ինչպես ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զորակոչվել էին մի մասը ռուսական բանակ, մի մասը թուրքական, նորից մենք երկու թշնամու պետությունների համար էին կռվում, ինչպես հիմա է դա տեղի ունենում ուկրաինական եւ ռուսական ճակատում, հայերը եւ այստեղ կան, եւ այնտեղ կան, եւ ինչու, բայց երբ ենք մեր համար կռվելու։ Իսկ մեր համար Նիկոլն ասում է փոխվեք, չի կարելի կռվել։ Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, ինչ հայրենիք։ Ասում է փոխվեք, մոռացեք։ Հասկանում եք։ Անկամ շումերական արձանագրություններում է գրված մեր բնավորության գծերը, մեզ բնորոշ հատկանիշները, որը մեկին մեկ համընկնում է այսօրվա հայի բնավորության հետ։ Եթե 5000 տարի է մեզ ոչինչ չի փոխել, ոչ ասորին, ոչ հռոմեացին, ոչ արաբը, ոչ թուրքը, ոչ բյուզանդացին, ոչ պարսիկը, դու ով ես այ ոչնչություն, որ դու մեզ փոխես։ Որ պահին մենք փոխվենք, նշանակում է հայը վերացել է։
Մենք կանք, որովհետև այդպիսին ենք։ Եթե մենք փոխվենք, նախ հայ չենք կոչվի։ Երկրորդն էլ արդեն եթե հայ չկոչվեցինք, թեկուզ ոտքի վրա ողջ մեր աչքերը տեսնի եւ կարողանանք շնչել, դա արդեն չի կոչվի հայ կամ Հայաստան։ Դա փոխված կլինի, կլինի մեկ ուրիշ բան։ Քեզ չի հաջողվելու ողորմելի, որ դու փոխես հայ ժողովրդին։ Դա բացառվում է։ Չես կարող, տղա։ Ալիևն էլ չի կարող։ Ալիևը լավ պետք է հասկանա իր ապու պապերը որքան են ջանացել։ Ես քեզ ասեմ, 7-րդ դարում, երբ որ արաբները, այսինքն արդեն 700 թվին, 701 թվին վերջնականապես նվաճեցին Հայաստանը, Թորոս Ռշտունու մահանալուց հետո մի վառ կերպար այդ մի անհատականությունը կարողանում էր տարածաշրջանը բյուզանդացներից եւ արաբներից զերծ պահել։ Հայաստանը պետականություն չուներ, բայց Հայաստան էր կոչվում եւ Թորոս Ռշտունին կարողանում էր պահել։ Նույնիսկ Վրաստանն էլ զուգահեռ։ Բայց երբ որ նա հիվանդացավ, տկարացավ, թուլացավ, էլ չկարողացավ կառավարել, զորավարել եւ արժանի հետ նոր չկարողացան գտնել, տարիներ անց արաբները նվաճեցին Հայաստանը։ Եվ ասեմ, այնպիսի պայմաններ էին դրել հայ ժողովրդի վրա այդ արաբները։ Սարսափելի հարկեր, ամեն ինչ ավերել էին։ Այնպիսի տպավորություն էր, որ անգամ էլ հնարավոր չի հայ տեսակ վերածնվի։ Բայց 200 տարի հետո Բագրատներ կերտեցին Հայաստան, որովհետև հայը չէր փոխվել։ Դու ով ես, ողորմելի, որ դու մեզ փոխես, որ մենք ոչնչանանք։ Դու հիմա նույն բանն ես անում։ Բայց Ալիևը հասկանում է, որ քեզ չի հաջողվում։ Դու որքան էլ բեմի վրա կապիկություն անես, միևնույն է, Կրեմլա հապատակ։ Քեզ էլ, Ռոբերտին էլ, Սերժիկին էլ, Լևոնին էլ նույն ճանապարհով ենք ուղարկելու։ Եվ եթե մենք բան պետք է փոխենք, մենք պետք է փոխենք հայազգին ծառայելու ուղղությունը։ Էլ մենք թշնամուն, օտարին չենք ծառայելու, մենք ծառայելու ենք մեր երկրին ու մեր ազգին։ Մենք էլ մարշալներ, գեներալներ օտարների համար, առավել ևս թշնամու համար չենք տալու։ Ինչ անելու ենք մեր համար ենք անելու։ Փառք Նժդեին, փառք հերոսներին։ Այնպեսի տպավորություն չլինի, որ ես մեր երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին թերագնահատում եմ։ Նրանք չարիքի դեմ կռվել են, բայց չարիքի բանակի կազմում։ Հասկանում եք, դա կարող էին անել հայկական բանակի կազմում։ Իմ պապերը մասնակցել են եւ իմ անունը, իմ պապի եղբոր անունն է, ով այդ պատերազմից տուն չի վերադարձել։ Եվ իր պատվին իմ անունն եմ դրել։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, ես այդ ամեն ինչը ապրել եմ, տեսել եմ, ծնվել եմ Խորհրդային Միությունում, այլ կերպ էի մտածում, բայց երբ որ զառույցը հալվեց եւ պարզ դառավ, թե ինչից հետո ինչ է եղել, ես հասկացա, որ դա երկրորդ ցեղասպանություն էր, դա որցակոդոր էր 600,000 հայ տղամարդ մեծամասամբ տանել ֆրոնտ ու կեսին կոդորել, ցեղասպանված ժողովրդի հետ այդպես չպետք է վարվեին, բայց Ստալինը վարվեց։ Փառք Նժդեին եւ մեր բոլոր անձավորներին։ Պետք է խելքի գանք եւ ծառայենք Հայաստանին, ոչ թե Ռուսաստանին, ոչ թե Թուրքիային, ոչ թե։ Մնաք խաղաղությամբ։